Բարեդեսելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր օգոստոսի 25-ն է 2026 թվական։ Մինչ հիմնական իրադարձություններին լուրերին անդրադառնալը շատ է քննարկվում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ձերբակալություններ, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներ, խուզարկություններ օբյեկտներում, ես աշխատում եմ քրեական գործերի հետ կապված, կարծիք չհայտնեմ, որովհետև չգիտես ինչ կա այնտեղ, իրականում դա արվել է թե չի արվել, դժվար է դրան գնահատական տալ, հետո ասեն ում ես պաշտպանում կամ ինչ ես ասում, տեսեք լա այս ինչ բան կա։ Դրա համար միշտ խուսափում եմ դրանից, բայց կփորձեմ քաղաքական գնահատական տալ իրավիճակին։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը իր ժամանակ սովորական մարդասպան չի եղել ժողովրդյան, նա ուղղակի եղել է մարդակիր։ Այսինքն սովորական մարդասպանը քրեական հոդվածի հետ կապված կարող է բռնել, բայց նա այն ինչ հարաբերություններ Հայաստանում եղել է, այն ինչ որ ստեղծվել է, ես ինքս առիթ ունեցել եմ իմ մաշկի վրա զգալու, թե ինչ է ընդունակ պետական մեքենան, եթե նա ղեկավարում է մարդակերը։ Եվ դրա համար այսօր մի խնդիր է առաջանում, իսկ ինչ գործ ուներ իր թիմը խորհրդարանում, գնացել էին Նիկոլ Փաշինյանին արդարացնեն։ Չի կարելի ասել Նիկոլ Փաշինյանը վատն է, ուրեմն Քոչարյանը լավն է, նա լավ Քոչարյանի դեմ է պայքարում։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը վատը չի, Նիկոլ Փաշինյանը շատ վատն է։ Նիկոլ Փաշինյանը շատ վատ բաներ է, ու նրա դեմ պետք է պայքարել, բայց ոչ թե պետք է դրանով արդարացնել մարդակերին։ Այս սա է խնդիրը։ Դրանով երբ որ դուք արդարացնում եք, դուք խնդիր չեք լուծում, որովհետև այդ ժամանակները մարդիկ ապրել են, տեսել են մենք ինչ մթնոլորտում ենք ապրել։ Դա չպետք է երբևիցե որևէ ձևով խորհրդարանում ներկայացված լիներ, բայց գտնվում են մարդիկ, որոնք մանդատի համար պատրաստ են ծառայել մարդակերին։ Եւ հիմա էլ այսօր նրա շահերը փորձեն պաշտպանել։ Դուք ձեր վարքով բարքով ձեր նիստուկացով արդարացնում եք Փաշինյանի արածը։ Փաշինյանը ինքը այդ որակները չունի դառնա բռնապետ։ Բայց խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում, որ պետք է վարչապետը հաշվետու լինի խորհրդարանին, գալիս է գորգորում է, վիրավորում է падգամավորին եւ հասարակությունն ասում է լավ ես անում, մի բան էլ ճիչ ես անում, տեղն է դրանց, պետք է ձեռներից խլես ունեցածը, պետք է հանձնարարես գնան տներ նավիրեն, էս անեն, են անեն եւ ողջունում են արածը դա։ Այն դեպքում երբ որ դրանից տոժում է օրինականությունը, բա ինչ գործ ունեիք դուք այնտեղ վերընկած, որ ձեր նկատմամբ գար կանգներ, լկտի ձևով ասեր, կզսնելու եմ ու կզսներ եւ մարդիկ էլ ողջունեին։ Հետո չասեք թե բա դուք մասնակցեիք, բա խոսում եք մենակ, մասնակցել ենք։ Դուք ամեն ինչ արել եք, որ մեր նման մարդիկ չլինեն, որ մեր նման մարդիկ իրական վիճակը ցույց չտան, որ մեր նման մարդիկ չպայքարեն Փաշինյանի դեմ, որովհետեւ դուք պետք է լինեիք, որ ասեն, այդ դուք չէիք Ղարաբաղի հետ կապված այսևի բանակցում, այդ դուք չէիք երկիրը թալանում, այդ դուք չէիք էս անում, այս Մադրիդի սկզբունքը Քոչարյանի ժամանակ չի ստորագրվել։ Ապրիլի 12-ին դու չես Ռոսակա խմբերը հանեմ մարդկանց դեմ, մարտի 1-ը դու չես արել։ Այո, դուք գնացել եք նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը եթե Տիգրանաշենը հանձնի, որպեսզի ես պայքարեմ, բացատրեմ, որ դու այդ փաստաթուղթը չունես, այդ հիմքը չկա, որով որ դու կարող ես ասել ես քարտեզը օրինական է, ասես քարտեզներ կան, որտեղ այդպես է, հետո ինչ որ շատ քարտեզ կարող է լինել, որտեղ է այդ հիմքը, որ այդ դարձավ անկլավ եւ դարձավ Ադրբեջանինը, որտեղ է, երբ որ մենք պայքարում ենք դա ասում ենք, հայտնվում եք դուք Տիգրանաշենը չեք պաշտպանում, դուք գնում եք որպեսի Տիգրանաշենից խոսեք, Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրի եւ Տիգրանաշենը հանձնի, շատ հանգիստ ասեն սրիկաներն էլ եկել են շահարկում էին։ Այո, հենց ձեր քայլերով եք դուք դա անում։ Եվ այստեղ ի՞նչն է խնդիրը։ Ասում են հանձնարարությունը տվեց խուզարկություններ արեցին։ Լավ, հանձնարարությունը տվեց խուզարկություններ արեցին։ Բա որ հանձնարարությունը տալիս է երկրի կեսը ո՞նց են խուզարկում, այդքան սեփականությունը ձեզ որտեղից։ Հաջողակ բիզնեսմեն էիք, հա։ Մի քանի տարի առաջ թուրքիկ ճամպրուկ քաշտվող Ռոբերտ Քոչարյանը դարձավ հաջողակ բիզնեսմեն։ Ես խորհրդային միության ժամանակ ապրել եմ, ես չգիտեմ, որ չի կարող կազմակերպության պարտկոմը Բաքվի կողմից չնշանակվեր։ Նա չէր կարող Երևանին ծառայել, նա պետք է Բաքվին ծառայեր։ Այդպես էր համակարգը։ Եվ ինչ էին անում։ Հատուկ սրիկաներին ընտրում էին, որպեսզի նրանք հայ ազգանունով հայկականությունը վերացնեն։ Երբ որ հայերը բողոքեն ասեն, ես ինչ են անում այս ադրբեջանցիները, ասեն՝ մի րոպե,
Այս Ռոբերտ Քոչարն է, Սերժ Սարգսյանը, այս մյուսը, մեզանից ինչ եք ուզում։ Մենք ենք դա արել։ Դուք եք, ումից եք բողոքում։ Մենք չգիտենք, որ հատուկ ընտրում էին այդ մարդկանց։ Հատուկ ընտրում էին հայի մեջ այնպիսին, որը ծառայելու էր Բաքվին։ Նոր իմացաք այդ մասին։ Այո, այն ժամանակ ես իմ ամբողջ գիտակցական կյանքը ապրել եմ Հայաստանում։ Եվ ես իրավունք չեմ ունեցել, հա, ասեմ Քոչարյան դու ես բանը այսպես ես անում։ Այ խոպանչի, որ դու եկել ես Ստեփանակերտի պարտկոմ եկել ես ստեղ բան մետաքսի կոմբինատի ու դու պետք է որոշես Անտինյանը իր երկրում խոսի թե չխոսի։ Բա ինչ է կարել։ Այսօր խոսում են ասում անչափահաս երեխաների վրա գնացել են, երեխաները վախեցել։ Իմ երեխաներն էլ էին անչափահաս։ Երբ որ հրոսակախմբեր էի ուղարկում իմ օբյեկտ։ Իմ երեխաներն էլ էին անչափահաս, ավտոմատներով ու դիմակներով։ 30 աշխատողի տանում պահում, որպեսի ճնշում գործադրեք ին վրա, նախագահի դեմ ես դուս եկե, այս շենքից դուս չես գա, դե որ տենց է։ Ես չեմ ուզում շատ մանրամասնություն ամեն ինչի մեջ խորանամ, բայց ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչը տեսել ենք մեզ վրա։ Տեսել ենք ինչ են անում, որ ոնց կարան ունեցված խլեն, որովհետև Քոչարյանին դա պետք է։ Տեսել ենք այդ ամեն ինչ, այն ժամանակ այդպես է կարել։ Այսօր ասում եք, այսօր էլի մեր ժամանակներն է, չի վերացել մեր ժամանակները, խորհրդարանում մենք պետք է լինենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզենա մեր հետ անի։ Բայց երկիրը ով է ուղղելու։ Եթե գոնե մեծամասնություն ունենայինք, մենք մեր ծրագրով ու գաղափարներով կուղեինք։ Եթե մենք մեծամասնություն չունենայինք, գոնե ազգային ժողովի ամբիոնը կօգտագործեինք, գաղափարներ ու ծրագրեր կներկայացնեինք, ճնշում կգործադրեինք իշխանության վրա, կասեինք, ես ինչ խաղեր ես տալի, դու ես Եվրոպա գնում։ Ինչ ես ասում, նույնիսկ եթե ասում ես Եվրոպա ենք գնում։ Ով պետք է իրական այդ ամեն ինչը ցույց տար։ Այսօր զարմանում ասում եք Եվրոպայից ողջունում են Նիկոլ Փաշինյանին, որ ասում են այո, ողջունում ենք եւ եվրոպական ճանապարհը որ գալիս է եւ այլ, արդեն մարդիկ հայտարարություններ են անում։ Ասում եք, բա ինչ է Եվրոպան չի տեսնում մեր երկրում ինչա կատարում, տեսնում է, բայց ասում է պուտինիզմից պրծնելու համար մի բան էլ աշկ կփակեմ։ Այդ դուք եք գնացել ձեր կերպարով, որ ձեզ ճնշելը Եվրոպան աշկ կփակում, որտեղ ասա մենակ պրծնենք Պուտինից։ Եվրոպան աշկ կփակել նաև Սիրիայի հետ կապված ողջունել է, որ Սիրիան դուրս է եկել ռուսական ազդեցությունից ու Իրանի ազդեցությունից։ Մի զարմացեք, մարդակերներից պրծացնելու համար ասում են ցանկացած մեթոդը արդարացված է։ Օրինակ մի բերեք Եվրոպայի։ Այդ մենք պետք է լինեինք, որպեսզի ասենք Նիկոլ Փաշինյանն է ձեզ Եվրոպա տանում։ Ժողովուրդ, կամ եվրոպական կառույցներին падգամավորի մանդատով գնայինք, շփվեինք, հետները խոսեինք եւ բացատրեինք, ես ինչ խաղեր է տալի, դուք էլ ընկել եք սրա խելքի։ Այդ դուք եք տենց ուզել։ Եվ այդ ամեն ինչը մեր վրա, մեր մաշկի վրա ենք զգացել։ Ես երբեք անձնականը փորձում եմ անձնականի չվերածեմ, հրապարակային մարդը պետք է իր անձնական ցավը, նույնիսկ անձնական այն խնդրեմը, որ ունեցել է, դա չներկայացնի, որ հանկարծ խոսքի արժեքը չընկնի, հանկարծ ասեն դժգոհ, հա, այսպես ասած, իր դժգոհությունն արտահայտում էլի, բայց այն աշճանի ես օբյեկտիվ եմ եղել քննադատել եմ Քոչարյանին արածի համար։ Փաստերով ու փաստարկներով այն աշճանի օբյեկտիվը որ շատ ժամանակ մարդիկ են եղել որ ասել են կարող է Փաշինյանին քննադատում ես Քոչարյանի շահերն ես պաշտպանում հասել մարդիկ լրիվ անտեղյակ են ուրեմն ես այդ աշճանի օբյեկտիվ եմ որ նույնիսկ կարան այդպիսի բան կասկածեն մի մարդակերի հետ կապված որը ինձ անձնապես վնաս է տվել ոչ թե մենակ մեր պետությանը բայց ես դա համարել եմ ես խոսել եմ պետությանը տված վնասի մասին ոչ թե անձնական որևէ բանի այ պատահական չէ որ ժամանակին ստիպված եմ եղել հրապարակային ասել որ իմացեք զավթողը նվաճողը նույնիսկ եթե գնացել մի երկիր նվաճել է եթե ինքը զարգացած է եղել այ գնացել սպանել է բայց գնացել ասել է լավ ասեք Հռոմը գնացել է տարբեր երկրներ նվաճել է չէ ավելի հետամնացներին ասել լավ մի հատ ամֆիթատրոն սարքենք մի հատ ակվեդուկ սարքենք այս մարդիկ ուսով ջուր են կրում բերեք մի հատ էս անենք այն անենք կառույցներ պալատներ եւ այլ այսօր եվրոպական շատ երկրներում քանդում են գտնում են հռոմեական արժեքներ հուշարձաններ եւ ներկայացնում են թանգարան բաց երկնքի տակ հպարտությամբ ներկայացնում են նվաճողի մշակույթը իրանց երկրում զբոսավարները հպարտությամբ ներկայացնում են դա այսինքն եթե զարգացածն է նվաճում փորձում է քեզ բարձրացնել
Եվ դրա համար ասում էի, բայց պատմությունը նաև տեսել է ուրիշ դեգրադացիոն էֆեկտ, երբ որ հետամնացը մտել է զարգացած տեղ, ոչ միայն նվաճել է, նա ասել է իմ ասածը պետք է անեք, իմ նիստուկացը պետք է անեք, իմ մշակույթը պետք է ընդունեք, ձերը պետք է վերացնենք, որտեղ ես ուժեղ եմ։ Այո, դրա համար դա կոնկրետ անուն է ունեցել։ Երբ որ 455 թվականին Գեյզերիխը, վանդալները Գեյզերիխի գլխավորությամբ մտան Հռոմ, եւ իրա դեգրադացիոն էֆեկտով մեր նիստուկացը, մեր վարք ու բախշը, մեր մշակույթը, դուք մշակույթ ունեիք, որ Հռոմը ձեր մշակույթին ենթարկվեր։ Ինչա դուք ուժեղ եք։ Այո, դրա համար ամեն մի նվաճողի չեն ասել արած քայլը վանդալիզմ։ Դա պետք է վանդալը լիներ, որ ասեին վանդալիզմ։ Դրա համար ես ստիպված եմ եղել ժամանակին ասել, հա հրապարակային էլ կա, որ ասել եմ երկու դեգրադացիոն էֆեկտի մասին կարող եմ ասել, երբ վանդալները մտան Հռոմ 455 թվականին Գեյզերիխի գլխավորությամբ, եւ մեկը երբ որ ղարաբաղցիները մտան Երևան 1997 թվականին Քոչարյանի գլխավորությամբ, որտեղ նրանք եկան ու ասեցին ոնց, ընկայր համարով պետք է քշենք, մենք պետք է ինչ անենք, ոստիկանի վրա կքշենք, Նարիշչյանի մեզ կանգնացնի։ Պաշտոն եք ուզում, կգնաք Ստեփանակերտ, կխնդրեք կաղաչեք մի Ղարաբաղցու, ինքը կզանգիստե իր ծանոթին կասի ձեզ Երևանում պաշտոն կտան։ Այդ ամեն ինչի մեջ մենք ապրել ենք, ժողովուրդ ջան, դա իր հետ բերել է կոնկրետ մարդ, եւ մենք դեռ դրանից չենք ազատվել։ Բայց վատը նա է, որ էլի չենք ազատել, որտեվ Փաշինյանն ուզեցել է, որ նա ալնի խորհրդարանում։ Այ վատը սա է, չի ուզեցել, որ իմ նման մարդը ալնի խորհրդարանում։ Եվ շատ վատ է, որ ուժեր են եղել, որ գնացել են մտել են նրա ձեռքի տակ եւ մտածել են, որ մանդատ ստանանք, թող Քոչարյանի ձեռքից ստանանք, արյունոտ ձեռքից ստանանք։ Այո, դուք դա արել եք։ Եվ դա արդարացում չունի, ժողովուրդ ջան։ Դուք չեք կարող արդարացնել, որ դուք պայքարում եք Փաշինյանի դեմ պայքարում եք, դե գնաց Մարտակերին մանդատ վերցնես ու գնաց նրա շահերը պաշտպանես, ասես հաղթանակած նախագահ էր Քոչարյանը։ Քոչարյանը զրոյացրեց ամբողջ Ղարաբաղյան շարժումը, երբ որ ինքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակեց, երբ որ 89 թվականի դեկտեմբերի 1-ին միավորման խնդիր կար։ Հատուկ ինքը դա արեց, հետո էլ գնաց Մադրիդի փաստաթղթով հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որը ինքն էր ասել, այսինքն այդ ամբողջ ընթացակարգը, որը խորհրդային միության ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անցել էր, զրոյացրեց չճանաչելով դա, հրաժարվելով դրանից։ Այդ ամեն ինչը չեմ ուզում նորից թվարկեմ, ուզում եմ ասեմ, որ ժողովուրդ ջան, մի ակնկալեք, որ որևէ մեկը պետք է կարեկցանք ունենա մարդակերի նկատմամբ։ Ուղղակի պետք է մարդակերը քաղաքական process-ի մեջ չլիներ, իր թիվը քաղաքական process-ի մեջ չլներ, որպեսզի մենք օբյեկտիվորեն պաշտպանենք, որ ասենք Նիկոլ Փաշինյան, այս ինչ անօրինականություններ է անում։ Նիկոլ Փաշինյանի կամայականությունները դարձել է հասարակական պահանջ, որ այո, գնա ձեռներից խլի, այո, գնա էսա, ինչ ուզում է սարա պատժի, բայց դրանից պետությունն է տուժում, օրինականությունն է տուժում։ Այնպես որ եթե որևէ մարդ մտածում է, որ ինքը արդարացնում է Քոչարյանի արածը, ժողովուրդ ջան, դուք իմացեք, որ արդարացնում եք մարդակերի արածը։ Եթե ձեզ չեն կերել, հավատացեք, որ ձեզ արդեն կերել են, ու դուք արդեն իր օրգանիզմի համապատասխան եք։ Ձեզ թվում է, որ ձեզ չեն կերել, այդ մեզ չեն կերել։ Մենք դիմադրել ենք, կորցրել ենք, գույք ենք կորցրել, սեփականություն ենք կորցրել, պայքարել ենք, տարիք կյանք ենք կորցրել, ամեն ինչ արել ենք, մեզ չեն կերել, ձեզ են կերել, որտեղ դուք արդեն իրանց մեջ եք, դուք իրանց տակ եք, ոտերի տակ եք։ Քոչարյանը ձեզանով է կարողանում գոյատևի, որտեղ դուք դեռ նրա համար պատրաստ եք ծառայել, ծառայել եք այն ժամանակ, ծառայում եք այսօր։ Լավ, անցնենք մնացած խնդիրներին։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խոսելով Հայաստանի ԵՄ անդամակցության մասին, ինչը ասել, միակ կանոնը, որը վերաբերում է Հայաստանի ներկայիս կառավարությանը, խոզերի առաջ մարգարիտներ մի նետեկն է։ Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրոպական միությանը, սակայն կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։ Սա այս փոքրիկ երկրի ներկայիս կառավարչի շիզոֆրենիկ նկարտումների գինն է, որը թաթախված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի կարողության եւ հայրաքելական եկեղեցու սատանայական հալածանքների մեջ։ Իհարկե նրանք, ովքեր ասում են Դմիտրի Մեդվեդևը անլուրջ է, հարբեցող է եւ այլ, Ժորժ ջան, ինքը կարող է անլուրջ լինի որպես անձ, բայց նա շատ բարձր պաշտոնյա է, անվտանգության խորհրդի փոխնախագահ է, իշխող քաղաքական ուժի ղեկավար է, նախկին նախագահ է, նախկին վարչապետ է եւ Վլադիմիր Պուտինի աջ թևն է, կամ աջ չգիտեմ ինչը։ Այնպես որ
իրեն կարող եք անլուրջ վերաբերվել, բայց իր հայտարարություններին չափազանց լուրջ, որովհետև իր բերանով ասում է նա, այն ինչ որ Պուտինը չի ուզում ինքը ասի, որ հետո էլ ասի, բայ ես եմ ասել։ Այսինքն սա է այս գնահատականը, այս կարգի վիրավորական արտահայտություն։ Դա խնդիրն այն չի, թե ինչ կարծիքի եմ ես Փաշինյանի մասին։ Խնդիրը լրիվ ուրիշ է։ Ով ես դու, որ այսպիսի գնահատականներ տաս Հայաստանի ղեկավարին, որը որոշում է կայացրել Հայաստանը գնա Եվրամիություն։ Ինչ ես քեզնից ներկայացնում։ Ով ես դու։ Դուք եք, որ ձեր մեծապետական ծրագրով ցանկացած ծնկի բերեք Ուկրաինային, բերեցիք, թե ծնկի եկաք։ Որ Ուկրաինային խնդրում եք, որ չհարվածեր, որպեսի շքերթ անեք։ Վախ որ ազ դուս եք եկե պարսատիկով ու ինքնաձիգով շքերթ եք անում, որ գոնե արդարացնեիք, որ շքերթ եք անում, իսկ Ուկրաինան զորահանդես էր անում։ Իր անկախության տոնի հետ կապված, այդ դուք եք հաղթե, դուք եք աշխարհին ուզում ձեր վարքու բարքը պարտադրեք, ասեք, որ ով մեզ չի ենթարկվի, տեսեք ինչ կանենք, տեսել ենք ինչ կանենք, գիտեինք ինչ եք անելու, ասել ենք այն ժամանակ, երբ որ դուք նույնիսկ չգիտեիք, որ դուք փուչիկ եք, ասել ենք 2022 թվականին, երբ որ Ուկրաինայի վրա հարձակվել եք, այս դուք չգիտեիք ձեր իրական վիճակը, ձեր պահեստների վիճակը, ձեր թալանած բանակի վիճակը, ձեր բարոյալքված հասարակության վիճակը։ Այ Երևանից մենք դա ավելի լավ գիտեինք։ Եթե ժամանակին լսեիք, տենց հիմարություններ չէիք անի ու հարձակվեիք Ուկրաինայի վրա։ Եվ հիմա այսօր ձեր դասի կարիքը բացարձակ չկա։ Այո, Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանելու, նույնիսկ եթե ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, բայց եթե ինքը որոշել է այդ քայլը անի, ով եք դուք, որ մեզ արգել եք Հայաստանը ժողովրդավար պետություն է, դուք խորհրդային միությունը փլուզեցիք, մեզանից եք նեղանում, դուք եք փլուզե, դուք եք հրաժարվե, դուք եք ցանկացել սիրաշահել Եվրոպային, սիրաշահել Ամերիկային, նույն Վլադիմիր Պուտինն ասել, բա մենք ուզում ենք ցույց տանք, որ մենք էլ ենք ժողովրդավար, այն էլ մեր քայլը չգնահատեցին, մեզ որպես գործընկեր չճանաչեցին։ Այդ դուք եք Եվրոպայի գործընկեր, ՆԱՏՕ գումարած Ռուսաստան, մեծ 7-նյակ գումարած 1, այսինքն մեծ 8-նյակ։ Այդ դուք եք դրա անդամ։ Եվ նույն Դմիտրի Մեդվեդևն էր, որ ասում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունը առաջինը Եվրամիություն, երկրորդը Ամերիկա, երրորդը նոր ԱՊՀ։ Մոռացել է։ Դրա հետ կապված ես անգամ հարցազրույցում եմ տված, մի օր կհիշեմ, կհանեմ, ցույց կտամ։ Այսինքն դուք ձգտում եք Եվրոպա, մենք ձգտում ենք Եվրոպա, դուք հիմա մեղադրում եք, թե մենք ինչի ենք ձգտում Եվրոպա, այդ դուք գնացիք մի հատ ղրիմ գրավելու համար, միլիոնավոր տարածքները տվեցիք Չինաստանին, եւ այդ պարագայում դուք մեզ մեղադրում եք, թե ինչի եք Եվրոպա գնում։ Դուք եք Եվրոպա գնում։ Դուք հրաժարվեցիք դրանից եւ հիշեցիք ձեր թաթարական կենսագրությունը եւ հետ գնացիք։ Հայաստանին այդ հարցում մեղադրելու որևէ իրավունք չունեք։ Իրանի նախագահի Իրանի թեմային եթե ժամանակ բնական անդրադառնամ, ուղղակի այս մեկը սկզբում եմ ուզում ասեմ, որ դա շատ կարևոր է մեզ համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզերքյան Իրանը պատրաստ է ցանկացած համագործակցության եւ փոխգործակցության տնտեսական, քաղաքական եւ անվտանգության ոլորտներում իսլամական երկրների եւ հարևան պետությունների հետ։ Մենք էլ ենք հարևան պետություն։ Իսլամական երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հիմնարար պահանջ է։ Միասնությունն ու համախմբվածությունը թշնամական կողմերի կողմից իրականացվող դավադրությունների դեմ ամենակարևոր զսպող գործոնն է։ ԱՄՆ պետք է շտկի իր տոնն ու մոտեցումն Իրանի հետ փոխգործակցության հարցում։ Ուժի վրա հենվելն ու ահաբեկումը միայն կբարդացնեն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված փոխհասկացվածության հուշագրի իրագործման գործընթացը։ Հիմա դուք լսեցիք Իրանի նախագահի հայտարարությունը։ Նորից հերթական անգամ իսլամական համերաշխության ու միաբանության մասին է խոսում։ Հարևան երկրների իսլամական ասեմ ձեզ, որ այնպես չի, որ իսլամական երկրների համագործակցությունը այդտենց շատ լավ ստացվում, առավել եւս Իրանի կողմից կոչով, դա այդքան էլ այդպես չի, բայց ամեն անգամ ինքը էս կոչը անում, ամեն անգամ ինքը ասում է, բերեք համախմբենք կրոնական պատկանելության արդյունքում, եւ ինչ է ստացվում դրանով, մենք մտածում ենք, բայց մենք մահմեդական չենք, հարգելիս դու էլ մեր հարևանն ես, դու երբ որ խոսում ես միավորվել կրոնական պատկանելությամբ, դա նշանակում է դու անվստահություն ես առաջացնում մեր նկատմամբ, մենք էլ զգուշանում ենք քեզանից, որ դու ցանկանում ես նման կերպ ձևով ես պատկերացնում համագործակցությունն ու գործընկերությունը, ինչ կապ ունի հարևանիդ կրոնական պատկանելությունը,
Մենք աշխարհիկ պետություն ենք։ Աշխարհի հետ հարաբերվում մենք փոխշահավետ համագործակցության մասին ենք խոսում։ Այսօր անգամ Հայաստանի պաշտոնյաները Իրանի դեսպանի հետ հանդիպելով խոսում էին ռազմավարական ծրագրերը կյանքի կոչելու մասին։ Ինչու եք հերթական անգամ հիշեցնում, որ պետք է իսլամական միասնություն լինի ընդդեմ ինչ-որ մեկի։ Ընդդեմում Եթե նույնիսկ ընդդեմը դա Ամերիկայի դեմ, ընդդեմը դա Իսրայելի դեմ է, հարցը առաջանում։ Դուք մեզ եք համենայն դեպս համարում ոչ ձեր գործընկեր ու դաշնակից բոլորով հավաքվենք կրոնական պատկան։ Սա զգուշավորություն է մեր մոտ առաջացնում։ Մենք խնդրեմ չունենք Իրանի հետ, բայց մենք միշտ կարող ենք խնդրեմ ունենանք Իրանի հետ, որտեվ Իրանը ուրիշների հետ խնդրեմ ունի։ Եվ այդ խնդրեմը կարող է փաթաթվի մեր վզին։ Մեզ ասի Ամերիկանը տեղի գործ ունի, կամ էլ թե չէ Ամերիկան ասի այս Իրանի հետ ինչի եք խաղեր տալիս։ Երկու դեպքում էլ մեզ համար դա վտանգավոր է։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ժամանակավոր կառավարում մտցնել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփական տերերը չեն կարողանում դրանք պաշտպանել անվտանգության սպառնալիքներից, այդ թվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ Փաստաթղթի համաձայն կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները սահմանվում են որպես վառելիքաէներգետիկ համալիրի էներգետիկայի արդյունաբերության, կապի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաեւ այլ օբյեկտներ, որոնք հատկապես կարևոր են Ռուսաստանի Դաշնության անվտանգության եւ տնտեսական կայունության ապահովման համար։ Արտաքին կառավարում կկիրառվի, եթե այս օբյեկտների սեփականատերերը չեն ձեռնարկել անվտանգության միջոցառումներ, խախտել են կառավարության անվտանգության պահանջները, սպառնալիք են ստեղծել դրանց անվտանգությանը եւ բնականon գործունեությանը, այդ թվում անօդաչու թռչող սարքերի արձակումները կանխելու անարդյունավետ միջոցառումների միջոցով չեն վերականգնել այդ օբյեկտները հարձակումներից հետո։ Հրամանագրի համաձայն ժամանակավոր կառավարիչը կլինի Ռոսիմուշեստվոն կամ կառավարության կողմից նշանակված այլ կազմակերպություն։ Իշխանությունները կկարողանան սեփականատիրոջ անշարժ գույքի, արժեթղթերի եւ ակտիվների նկատմամբ իրավունքները փոխանցել ժամանակավոր կառավարչին։ Այս գույքի պահպանումը կֆինանսավորվի դրա օգտագործումից ստացված եկամուտներով։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել։ Ինչու այսքան երկար ձեզ ներկայացրեցի այս համաշխարհային խայտառակությունը։ Ուկրաինական դրոնը հարվածում է Ռուսաստանում Օզոնի Պահեստին marketplace-ին, հարվածում է նավթավերամշակման գործարանին, Wildberries-ի marketplace-ի պահեստներին եւ իշխանությունն ասում է դա քաղաքացիական օբյեկտ է, դու պետք է քո օդը փակես, քո անվտանգությունը ապահովես։ Եթե դու ի վիճակի չես քո օբյեկտի անվտանգությունը ապահովես, երբ որ 1000 կիլոմետրով դրոնը մտնում է այդ երկիր եւ գալիս հարվածում է այդ պահեստին, ու այդ երկիրը տեղ չունի, մի հատ մարազմատիկ ծերուկ է վերընկած բունկերում, ասում է, քանի որ դու ի վիճակի ես ուկրաինական դրոնի դեմ պայքարես, երբ որ Պուտինը ինքը ի վիճակի չէ ուկրաինական դրոնի դեմ պայքարի, ես քո օբյեկտը քո ձեռից վերցնում եմ։ Այս երկիրն է ցանկանում Հայաստան ղեկավարել։ Այս Մեդվեդևն էր մեզ անուն դնում, թե ինչ եք Եվրոպա գնում։ Բա դուք չեք նայել Վլադիմիր Պուտինն ինչ է ասում։ Այսինքն իրանց ձեռնտու է, որ ուկրաինական դրոնը հարվածի նավթավերամշակման գործարաններին։ Հետո բենզալցակայանները մի քանի օր առաջ այդ մասին էինք խոսում։ Բոլոր մասնավոր բենզալցակայանները ձեռքերից վերցնում են, որտեղ վերահսկողություն են սահմանել, ասում են, դե դուք չեք կարողանում այդ գնային քաղաքականության մեջ տեղավորվել, որտեղ տեղավորվեն, որն ուզում եք, ում ուզում եք տալիս եք, լիմիտներ եք սահմանում։ Դե ունը ձեր ձեռքից բենզալցակայանները վերցնում եք, որտեղ դուք չեք կարող աշխատել, դուք սնանկանում եք, դուք բանկրոտ եք, ուղղակի վերցնում ենք դա։ Հիմա էլ վերաբերվում է օբյեկտներին։ Այո, նպատակային հարվածեք Ուկրաինա, մենք այդ հարվածների դեմը չենք առնի, որից հետո մենք այդ օբյեկտները կվերցնենք, հետո մենք այդ օբյեկտների անվտանգությունը կապահովենք, բայց դա արդեն կլինի պետական։ Այս երկիրն է Հայաստանին ուզում կառավարել։ Ժողովուրդյան, հիմա լսեցիք, երբ որ մարդիկ այսօր խորհրդանում իրան ճղում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնեն, այս Ռուսաստանի մասին եք խոսում, որը երազում է, որ ուկրաինացին դրոնով հարվածի կոնկրետ օբյեկտների, որի արդյունքում այդ օբյեկտները ինքը վերցնի եւ նրանց արժեթղթերով, ամեն ինչով գույքով վերցնի ժամանակավոր կառավարման, իսկ այդ ժամանակավոր կառավարումը քանի տարի է, ասում է դե մինչեւ 2030 թվական գոնե պետք է ուկրաինական պատերազմը ավարտենք,
Էդ էլ Պետդումայից են խոսում, պաշտպանության հետ առնչվող մարդիկ են խոսում, որ 2030-ին արդեն Եվրոպայի դեմ կռվենք, եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ կռվենք։ Դեռ իրանք 4 տարի ուկրաինական պատերազմը մտադիր են շարունակել, ու այդ դեպքում այդ մարդկանց օբյեկտները ժամանակավոր կառավարում քանի տարով, 4 տարով, 40 տարով, վերջ, խլեցին, սա է ժողովուրդ ջան։ Եվ ռուսական կապիտալով մարդիկ գալիս են Հայաստան, ասում մենք անկախ ենք։ Ժողովուրդ, լավ եք էլի, Ռուսաստանը մեր բիզնեսին ով կարա կպնի։ Ժողովուրդ ձեռ եք առնում, ձեզ թե մեզ։ Մեզ չեք կարա, ձեզ եք ձեռ առնում։ Ռուսաստանը ինչ ուզի ձեր հետ կանի։ Այդ դրա համար ձեզ ուղարկել է, որ Փաշինյանը ինչ ուզենա ձեզ հետ անի։ Ռոստովի մարզի վրա գիշերային ուկրաինական զինված ուժերի հարձակման հետևանքով վնասվել է Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը։ Ձեռնարկությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Հիմա նայեցիք ինչ է կատարվում Ռուսաստանում։ Հիմա սա էլ կվերցնեն, ինչ կուզենան կանեն, կմեղադրեն, որ դուք չեք կարողանում նավթավերամշակման գործարանը ուկրաինական դրոնից փրկելու։ Իսկ հիմա նայենք ուկրաինական պատերազմում արդյունքում տարբեր պետությունների վերաբերմունքն ու գնահատականը։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է 2027 թվականին Ուկրաինային ֆինանսական աջակցությունը շարունակելու մտադրության մասին, հատկացնելով մոտ 9.2 միլիարդ դոլար։ Համապատասխան առաջարկը կներկայացվի երկրի խորհրդարանի քննարկմանը։ Օգնության ծավալը կպահպանվի 2026 թվականի մակարդակին, ինչը վկայում է Կիևին, այդ թվում ռազմական նպատակներով Նորվեգիայի շարունակական աջակցության մասին։ Կառավարության հայտարարության մեջ նշում է, որ այս ֆինանսավորումն Ուկրաինային աջակցող բազմամյա ծրագրի մաս է կազմում։ Բա ինչու չի վախենում ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան, որը անգամ ցամաքային սահման ունի բացի ծովային Ռուսաստանի հետ։ Այս ինչու չի լեղապատար, որ Ռուսաստանը տեսեք ինչ անելու Ուկրաինային օգնողներին։ Այո, Նորվեգիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, որը ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 12 հիմնադիր պետություններով, որից մեկը Նորվեգիան։ Այո, Նորվեգիան նաև ունի վիճելի տարածքներ Ռուսաստանի հետ։ Չնայած պայմանագիր ստորագրելն է, այդ հարցը ինչ որ միտեղ սառեցված է, եսի նկատի ունեմ Բարենցի ծովում, մոտ 175,000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է խոսքը, Շպիցբերգեն կղզու հետ կապված կարգավիճակի, որ այո, չեմ ասում փաստաթուղթ չեն ստորագրել, բայց եթե Ռուսաստանը կանգնում է ոչ մի փաստաթուղթ չի ճանաչում, ՄԱԿ-ի հետ կապված ոչինչ չի ճանաչում, ինչու պետք է Նորվեգիան հրաժարվի իր պահանջներից, ասում է դե եթե դու չես ճանաչում, վաղը ես ուժեղ կլինեմ, ձեռքից հետ կվերցնեմ այն, ինչ որ ես ստիպված եմ եղել համաձայնվեմ, այս մասի ինձ, այս մասը քեզ։ Այո, կօգնեմ Ուկրաինային, Ուկրաինան կռվում է, ասում է մենակ ինձ օգնեք զենքով ու փողով։ Ես կռվող եմ։ Իմ ժողովուրդը կռվում է իր հայրենիքի համար, կռվում է եվրոպական անվտանգության համար, կռվում է համաշխարհային անվտանգության համար։ Եվ ինչպես տեսնում եք, Նորվեգիան դրանից բացարձակ չի վախենում։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասում է, այսօր մենք հավանություն ենք տվել եւ 6.1 միլիարդ եվրոյի հատկացմանը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի եւ ռադարների համար, որոնց Ուկրաինան խիստ կարիք ունի, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Իսկ մինչև դրանից բացի հիմա մինչև Ուկրաինա գնալը նախնական հայտարարություն էր արել Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեյմը, ինչու եմ նաև կարդում այն մինչև գնալը, որովհետև ինքը առաջի այցելությունն էր վարչապետի պաշտոնում, իսկ ինքը հենց աթոռին դեռ չնստած ասում էր պետքա շարունակեմ Կիր Ստարմերի քաղաքականությունը 100%-ով, այն դեպքում երբ որ Կիր Ստարմերը հրաժարական էր տվել, բայց ասեց արտաքին քաղաքական հարցերում, ինչքան է երկրի ներքին հարցերում չվստահեք, արտաքին քաղաքական հարցերում 100% շարունակելու եմ նրա ծրագիրը։ Հեշտեք պատկերացնում մարդը նստում է մի աթոռի, որ իրանից առաջ անվստահություն են հայտնել ինքը հրաժարական է տվել, ու ասում է 100%-ով շարունակելու եմ նրա ծրագիրը։ Այսինքն ինքը ընդունում է, որ արտաքին քաղաքական հարցում այդ ծրագիրը ճիշտ էր, նույնիսկ եթե երկրի ներսում դժգոհություններ առաջացնում։ Փառք ու պատիվ Էնդի Բերնհեյմին հենց այդ դրա համար։ Եվ մինչև Ուկրաինա մեկնելը ինչեր ասել։ Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեյմը կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով ժամանել է Ուկրաինա։ Նախատեսվում է, որ նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կփոխանցի գծագրեր, որոնք Ուկրաինային կօգնեն արտադրել սեփական հեռահարթիռներ։ Իր այցի նախորդին Բերնհեյմը հայտարարել է, այս է ուզում որ իմանա, Ուկրաինայի անկախության 35-ամյակի օրը ուկրաինական ժողովուրդը չպետք է կասկածի, Մեծ Բրիտանիան աջակցում է ձեզ այսօր եւ կաջակցի այնքան, որքան անհրաժեշտ լինի։
էլի։ Ես հպարտ եմ Ուկրաինայի զարգացման գործում մեր երկրի ունեցած ավանդո եւ ցանկանում եմ, որ ուկրաինական ժողովուրդն անձամբ ինձնից լսի, որ մեր աջակցությունը չի թուլանա։ Ի վերջո, Ուկրաինայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Ռուսաստանը չպետք է կասկածի մեր վճռականությանը։ Մենք հետ չենք քաշվի, քանի դեռ չկա արդար եւ կայուն խաղաղություն։ Բըրնհեյմը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի այն կարողանա պաշտպանվել, եւ դա եղել է բրիտանական դիրքորոշումը ողջ հակամարտության ընթացքում, ինչպես եւ նախորդ վարչապետերի դիրքորոշումը, եւ այն այդպիսին է մնում նաեւ ինձ համար։ Հիմա արդեն նա հանդես է եկել Կիևում։ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեյմը Կիևում գտնվելուց ինչեր ասել. Ես վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը։ Ես գիտեմ, որ ձեզ հավելյալ օգնություն է պետք ձեր երկինքը եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։ Ես գիտեմ, թե որքան ծանր են եղել ձմեռները, եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, պետք է պատրաստ լինի, երբ գան մութ երեկոները։ Ես վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը ավելի հզոր, քան երբևէ։ Իսկ հիմա ավելին է առաջ գնացել Էնդի Բըրնհեյմը։ Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեյմը հայտարարել է, որ եվրոպացի այլ առաջնորդների հետ ծրագրում են հաջորդ ամիս մեկնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու, որպեսզի Ուկրաինային թույլ տա օգտվել Պատրիոտ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի իր պաշարների ձմռանն ընթരാճ։ Ես անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերին Նյու Յորք մեկնելուն, Կիևում ասել է Բըրնհեյմը, նկատի ունենալով Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա հանդիպումը, սա կլինի նրա առաջին այցը ԱՄՆ վարչապետ դառնալուց հետո։ Չմոռանանք, որ անցյալ տարի օգոստոսի 18-ին, երբ որ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին Անկորիջում, Ալյասկայում հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ եւ որոշակի բաներ լսեց, Պուտինի լոլոները, որ ինքը առաջ է գնում, հաղթում է եւ այլ, ինքը այդ պահին պատրաստ չէր, որովհետեւ ինքը այնքան էր կարոտել Վլադիմիր Պուտինի իր առաջի պաշտոնավարման ժամանակվա Պուտինի այդ պատկերացումներն էր, արդեն անցել է ժամանակները, ինքը երկրորդ պաշտոնավարման ժամանակ Պուտինը էլ առաջվանը չի, բայց ինքը առաջվա սիրով էր սիրում, դրա համար շատ ուշադիր լսել էր, հետո հասկացավ, որ փուչիկա, այն ինչ որ ասում է իրականությանը չի համապատասխանում, բայց դեռ սկզբից ցանկանում էր ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, դու պետքա զիջես, այն անես, որովհետեւ դեռ տաք էր են տպավորությունը օգոստոսի 15-ի մասին է խոսքը, բայց հենց օգոստոսի 18-ին 3 օր հետո եվրոպական առաջնորդները 5 հոգով գումարած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մարկ Ռյուտեն եւ գումարած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գնացին եւ հանդիպեցին Դոնալդ Թրամփի հետ, դեմ դիմաց նստեցին եւ ասեցին, իմիջիալը Զելենսկուի հետ միասին եւ ասեցին, որ Ուկրաինային պետք է աջակցես, Ուկրաինան պետք է ստանա անվտանգության հետ կապված ամեն ինչ։ Այո, իրանք իրանց համառությամբ, իրանց վճռականությամբ գնացին, երբ որ Բըրնհեյմը հիմա ցանկանում է նախաձեռնող լինել, նախորդ տարվա հանդիպման ժամանակ մասնակցում էր նախորդը հրաժարական տված Քիր Ստարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետը, մասնակցում էր Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահը, մասնակցում էր Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերը, մասնակցում էր Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին, որը շատ լավ հարաբերություններ ուներ Դոնալդ Թրամփի հետ եւ նա չէր օգտագործում իր հարաբերությունները Թրամփի հետ, որպեսզի Իտալիայի հարցը լուծի, ընդհակառակը օգտվում էր Եվրոպային ընդդեմ Թրամփի եւ այն աշճանի, որ հատե Թրամփը իրան թույլ տվեց մի հատ վիրավորական արտահայտություն անը։ Եվ մեկ է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը գնացին եւ Ուկրաինայի շահերը պաշտպանեցին ու ասեցին սա պետք է լինի միասնական եվրոպական քաղաքականությունը սա է եւ իրոք այո Դոնալդ Թրամփը զիջեց եւ իրոք եվրոպական ծրագրին սկսեց աջակցել հիմա այսօր Էնդի Բըրնհեյմը ընդամենը մի քանի օր է որ աթոռին նստել է ասում է ես եմ նախաձեռնելու եվրոպական ուժերին հավաքենք գնանք Թրամփին ասենք ես ինչ ես անում դու պետք է Ուկրաինային օգնես փառք ու պատիվ այդ մարդուն վաղը մյուս օրը կյանքը ցույց կտա թե ինչ կարևոր արժեքավոր բան է արել ու եթե նույնիսկ անգլիացի ընտրողը նրան ակասի, բայց հարկերն ու վարկերն ու չգիտես ինչը գները, ինֆլյացիա եւ այլ ժողովրդյան համապետական համաշխարհային հարց է լուծվում, էլի, ուշադրություն դարձնենք թե ինչա կատարվում։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով կարող եմ հավաստիացնել ձեզ, մենք ոչ միայն հույս ունենք, մենք վստահ ենք, որ այս հաղթանակը լինելու է։ Այն հարցը, թե ինչ միջոցներով է ձեռք բերվելու այդ հաղթանակը, կախված կլինի ընթացիկ իրավիճակից։ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ խաղաղ կարգավորման եղանակների համար, բայց նման եղանակների բացակայության պայմաններում մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը։ Այսինքն բանակցությունը քանի արդյունք չի տվել, մենք առաջ ենք գնում, շարունակում ենք մարդկանց կոտորում ենք, մարդկանց սպանում ենք եւ ինչ ենք անում, մի քանի կիլոմետր առաջ փորձում ենք գնալ, այն էլ հիմա ինչպես տեսնում եք, միտեղ եթե առաջ են գնում, մեկ ուրիշտեղ շատ կատաստրոֆիկ ձևով հետ են քաշվում եւ Ուկրաինան արդեն տարածքները ազատագրում։ Մարդաքանակով զոհելով առաջ եք գնում, իսկ Ուկրաինան տեխնիկայով ձեզ հետ համաղում։ Ինչա ձեր պատերազմի իմաստը, որ մի հատ է շարունակեք, որ ինչի հասնեք, ինչ հաստուցեք։ Իսկ հիմա նաեւ նայենք այս խառը իրավիճակում շատ անհարմար առիթով նորից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի հետ փորձում է հարաբերությունները վատացնել եւ բացարձակ անիմաստ ձևով է դա անում, չեմ հասկանում ուզած է ինչա, Իրանի հետ հասկացանք ինչ որ բան չի ստացվում, բայց դա նշանակում է, որ հիմա շուռես գալը նորից Կանադային, Կանադայի նկատմամբ համակրանքը շատ մեծ է աշխարհում, շատ երկրների կողմից, Կանադայի նկատմամբ համակրանքը մեծ է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադան ինքը լինելով տարածքով ավելի մեծ քան Միացյալ Նահանգները, փոքր եղբոր կարգավիճակով ապրում էր Ամերիկայի հետ։ Ինքը տենց էլ իրան շատ լավ էր զգում։ Անհավանական ֆանտազիա է պետք Կանադային դարձնել հակառակորդ։ Այն վիճակի առաջ, որ կանադացին արդեն չցանկանա ամերիկյան ապրանք առնի, նա մի տեսակ այլ ձևով տրամադրվի։ Բայց միևնույնն է, թեև ու թիկունք ա եղել Կանադան բոլոր պայքարների ու բոլոր պատերազմների ժամանակ կողք կողքի կանգնած է եղել Ամերիկայի կողքը, իսկ Դոնալդ Թրամփն ասում էր, ես չլնեմ ձեզով ապահելու եւ այլ եւ այլ։ Այդ բոլորը չթվարկեմ, ուղղակի նայենք թե ինչ է առաջա կանգնում։ Հաստատ սա իր շահերի չի բխում, հաստատ սա առաջիկա ընտրությունների հետ կապված իր օգտին չի աշխատելու։ Մոբիլիզացնել հասարակությանը ընդդեմ Կանադայի, դա պետք է անհավանական ձևով չտիրապետես ամերիկյան մթնոլորտին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան փորձում է օգտվել ԱՄՆ նահանգի կարգավիճակով նախատեսված առավելություններից առանց ԱՄՆ-ի կազմում նահանգ դառնալու։ Դեռ հույսը չի կտրել, որ պետք է 51-րդ նահանգ դառնա։ Թրամփը նաև քննադատել է Կանադայի առևտրային քաղաքականությունը, նշելով, որ երկիրը տարիներ շարունակ բարձր մաքսատուրքեր է սահմանել ամերիկացի ֆերմերների համար, այլևս այդպես չի լինելու, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Եվ Դոնալդ Թրամփը շարունակում է ԱՄՆ-ն կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի եւ պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչեւ 50% 2027 թվականի հունվարի 1-ից։ Կառուցենք ԱՄՆ-ում եւ մաքսատուրքերը կլինեն զրոյական։ Այսինքն ինչ իմաստ ունի այնտեղ մեր մոտ կառուցենք զրոյական։ Դուք ձեր մոտ ինչը կառուցեք։ Այսօր դա հայտարարում ես մաքսատուրքը, ձերոնք գնում են արժեթղթերի հետ կապված խաղեր տալի, հաջորդ օրը մաքսատուրքը հանում ես։ Քանի անգամ կարելի է բիզնեսմենին խաբել։ Բիզնեսմենը ցանկանում է հեռանկար տեսնի, կայունություն տեսնի, փողը ցանկանում է կայունություն ու հեռանկար ու կանխատեսելիություն տեսնի։ Այդ բիրժայական խաղերի պայմաններում Ամերիկայի արտադրողը ներդրում անելու, որպեսզի մի ապրանք արտադրի, որպեսզի առավելություն ունենա կանադական ապրանքի նկատմամբ։ Կանադային այլևս չեն վերաբերվի որպես երկրի, առևտրի եւ շատ այլ առումներով նրանք աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն են։ Դուք պատկերացնում եք, ես չեմ հավատում, որ ամերիկացին այս արտահայտությունը լսելով ուրախանալու ասեցի, լավ ասեցի, նախագահ ջան, այդ Կանադային հասնում չեմ հավատում, ժողովուրդ ջան։ Կանադան տարիներ շարունակ կողոպտել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այո, ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը կողոպտել է Ամերիկային ու Ամերիկան ամենահզոր տնտեսությունն ունի։ Այ մարդ, էս ինչ կողոպտիչ է այս աշխարհը, էս ինչ ձևի է կողոպտել բիզնեսմեն Թրամփին, ու այդպես այլևս չի լինելու։ Բայց ինչ է լինելու, արտաքին պարտքը չավելացավ, ինչի դեմ առար, տնտեսական ինչ քաղաքականություն իրականացրեցիր։ Եկել ես նոյեմբերի 3-ի ընտրությունների առաջ ինչ խաղել ես տալիս։ Մարդիկ այդքանը չեն հասկանում։ Այն էլ Կանադայի հետ կապված է։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնի,
Կանադան սեպտեմբերի 8-ից կսահմանի ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքեր, որոշում ընդունվել է Օտտավայի եւ Վաշինգտոնի միջև վերջին բանակցությունների ձախողումից հետո։ Քարնին հայտնել է, որ Կանադան պատրաստ է հրաժարվել ամերիկյան պողպատի, ալյումինի եւ ավտոմեքենաների նկատմամբ պահպանված պատասխան մաքսատուրքերից, եթե Վաշինգտոնը էապես նվազեցներ իր սեփական մաքսատուրքերը։ Օտտավան նաեւ առաջարկել է նահանգներին վերականգնել ամերիկյան ալկոհոլի վաճառքը, սակայն Կանադայի վարչապետի խոսքով ԱՄՆ պահանջները չափազանց էին, նրանք չափազանց շատ պահանջեցին եւ չափազանց քիչ առաջարկեցին, հայտարարել է Քարնին։ Իդեպ Մարկ Քարնին դա Ջասթին Տրյուդո չի, որին չէին սիրում, որին ժողովուրդը իսկապես արդեն նրա քաղաքականությունից հոգնել էր ու զզվել էր, Մարկ Քարնին շատ չի խոսում, հռետոր չի, լավ մասնագետ է, ֆինանսիստ է, բանկիր է, գլուխը կախ, իր երկրի շահերը պաշտպանում է։ Կարելի է իդեմս նրա շատ լավ գործընկեր լինել, Դոնալդ Տրամպը ուղղակի չի սիրում այդ ձևի մարդկանց, ճղճղան մարդիկ պետք է լինեն, դիկտատոր պետք է լինեն, դե չկա, Քարնին չի կարող դիկտատոր լինի, դե ինչ անի։ Մարկ Քարնին ինչ է ասում։ ԱՄՆ-ի նոր առևտրային պահանջները հաստատեցին Օտտավայի մտահոգությունները, նախագահ Դոնալդ Տրամպը փաստացի ձգտում է քանդել կանադական ավտոարդյունաբերությունը։ Միևնույն ժամանակ Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը զգուշացրել է, որ Կանադան կարող է դադարեցնել ԱՄՆ-ին էլեկտրաէներգիայի եւ ռազմավարական հանքանյութերի մատակարարումը։ Քարնին ընդգծել է, որ Կանադան պատրաստ է բանակցել, սակայն միայն այն պայմաններով, եթե Վաշինգտոնը Օտտավային դիտարկի որպես հավասար գործընկեր։ 21-րդ դարում քո հարևանը ասում արի հավասարի հարաբերել ենք։ Էս ինչ միջնադար ես ուզում տանես, այ քո խիղճը մեռնի։ Մի քանի ամիս բան է մնացել լիազորությունները սահմանափակվելուն, մի քանի տարի պաշտոնին հրաժեշտ տալուն։ Ինչ ես հարաբերություն փչացնում, տևական ժամանակ այդ անվստահությունը վերականգնելու ինչքան ժամանակ է պետք Ամերիկայի եւ Կանադայի միջեւ։ Օնտարիոյի վարչապետ Ֆորդը վստահություն է հայտնել, որ Թրամփը թերագնահատում է ամերիկյան ճնշմանը դիմակայելու եւ տնտեսական վնասներին դիմակայելու կանադացիների կամքը։ Նա թերագնահատում է Կանադան, մենք գնալու ենք մինչև վերջ։ Այստեղ բոլորը պատրաստ են տնտեսական պատերազմի եւ հասկանում են, որ պետք է ինչ-որ բան զոհաբերեն, ասել է Ֆորդը։ Ընդերից էլեկտրաէներգիային մատակարարում Ամերիկային, որտեղ դե հարևան են շատ հարմար այնտեղից։ Ասում է, եթե դու դա կանես, մենք հեսա կանենք։ Դե գնա քո հարցերը լուծի, քո երկրի տնտեսությունով զբաղվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կանադային նախազգուշացրել է առևտրային պատերազմի կործանարար հետևանքների մասին երկու երկրների միջև բանակցությունների տապալումից հետո։ Վաշինգտոնի եւ Օտտավայի բանակցություններն ուրբաթ ավարտվել են առանց համաձայնագրի, դրանից հետո ուժի մեջ են մտել կանադական շուրջ $20 միլիարդ արժողությամբ ապրանքների նկատմամբ ամերիկյան նոր 50%-անոց մաքսատուրքերը։ ԱՄՆ տրանսպորտի նախարար Ջոն Դաֆին հայտարարել է, որ Դոնալդ Տրամփի հետ առևտրային դիմակայության մեջ Կանադան տանուլ կտա։ Կանադան արտահանման մոտ 70%-ը Կանադայի բաժին է ընկնում ամերիկյան շուկային։ Կարծում եմ նրանց կողմից հիմարություն կլիներ կարծել, թե կարող են Դոնալդ Տրամփի դեմ առևտրային պատերազմ սկսել եւ հաղթել։ Ինչից եք տենց ոգևորվել, ինչ է քո ասածը, ինչ պատերազմի մասին է խոսքը, այլ աշխարհով երկիր չմնաց, մի Կանադայի հետ եք պատերազմում եւ գլուխներդ գովում, որ կարաք հաղթեք, Իրանի հարցերը լուծել է վերջացրել եք։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շուտով կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ հակամարտության հետևանքները երկրի համար կործանարար կլինեն։ Սակայն Քարնին կոշտ դիրքորոշում է որդեգրել եւ հայտարարել, որ Կանադան ենթարկվել է հարձակման եւ պատասխանելու է։ Քարնին նշել է, որ վերջին բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը առաջ է քաշել պահանջներ, որոնք սահմանափակեին Կանադայի այլ երկրների հետ առևտրային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը։ Քարնին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններն արդեն ընդմիշտ փոխվել են եւ Կանադային անհրաժեշտ է նվազեցնել կախվածությունն ամերիկյան շուկայից։ Շատ ցավում եմ սրա համար, հուսով եմ, որ Դոնալդ Տրամփը կվերադառնա այն վիճակին, որ ոչ մի պարագայում նույնիսկ ամենավատ երազում չտեսնի, որ պետք է Կանադայի հետ գնալ պատերազմի, նույնիսկ հարկային կամ մաքսային որևէ ձևի պատերազմի Կանադայի հետ, կամ որևէ ձևով փորձի երկրորդ սորտի պետություն պատկերացնի Կանադան։ Դա շատ վատ հետևանք կարող է ունենալ այդ անվստահությունը երկու երկրների միջև։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։